Ասում են, ճահիճը գիտի ամեն ինչ, բայց երբեք չի մատնում իր գաղտնիքները։ Սա պատմություն է մի աղջկա մասին, ում լքեցին բոլորը, բացի վայրի բնությունից։ Իսկական սեր, դաժան դավաճանություն և մի սպանություն, որը ցնցեց ողջ քաղաքը։ Արդյոք ճահճի աղջիկը զոհ էր, թե հանճարեղ մարդասպան։ Եկեք միասին բացահայտենք։ Սա այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում ֆիլմն է։ Ֆիլմը սկսվում է 1969 թվականի հոկտեմբերի 30-ին Հյուսիսային Կարոլինայի անտառներում։ Մենք տեսնում ենք երկու երեխաների, ովքեր հեծանիվ են քշում, երբ աշտարակի մոտ գտնվող ճահճի եզրին պատահաբար հայտնաբերում են մի դիակ։ Սարսափած նրանք կանչում են շերիֆ Ջեքսոնին և նրա գործընկերոջը, ովքեր հետագայում ճանաչում են մարմինը։ Դա պարոն Չեյզ Էնդրյուսն էր, քաղաքի երբևէ ունեցած լավագույն պահապանը։ Ոստիկանների համար զարմանալի է այն փաստը, որ տարածքում չկան ոչ նրա, ոչ էլ որևէ մեկի հետքերը։ Երբ նրանք բարձրանում են աշտարակը, հասկանում են, որ Չեյզը կարող էր ընկած լինել կոտրված վանդակաճաղից, սակայն շերիֆ Ջեքսոնը դեռ կասկածամտորեն է վերաբերվում այս եզրակացությանը։ Դիահերձման զեկույցն ապացուցում է, որ մահվան պատճառ է դարձել 63 ֆուտ բարձրությունից անկման հարվածը։ Հեծանին գլխի հետևի մասով հարվածելու համար նա պետք է հետընթաց ընկած լիներ, ինչը առաջ է քաշում հավանականություն, որ նրան գուցե հրել են, ավելին։ Աշտարակի բազրիկների կամ վանդակաճաղերի վրա մատնահետքերի բացակայությունը և Չեյզի ջինսե բաճկոնի վրա կարմիր թելերի առկայությունը հաստատում են նրա սպանված լինելու հավանականությունը։ Ուշ երեկոյան, երբ երկու ոստիկանները նստած են ճաշարանում, նրանք լսում են, թե ինչպես են որոշ քաղաքացիներ մեղադրում ճահճում ապրող մի աղջկա Չեյզի սպանությունը կատարելու մեջ, բայց հետաքրքիրն այն է, որ նրանք նույնիսկ չգիտեն նրա անունը։ Այն ամենը, ինչ նրանք գիտեն, այն է, որ ճահճում կա մի կին, այսպես կոչված ճահճի աղջիկը, ով այնքան խենթ է, որ տեղը հոգեբուժարանն է։ Կասկածելով, որ ինչ-որ մութ բան կա, սպաներն այցելում են ճահճի աղջկա տուն և հայտնաբերում են գործի հետ կապված մի անսպասելի բան, քանի որ դուռը բաց է և ներսում ոչ ոք չկա, նրանք մտնում են ներս ու գտնում մի կարմիր գլխարկ, որը, հավանաբար, այն կարմիր թելերի աղբյուրն է, որոնք գտել էին Չեյզի բաճկոնի վրա։ Վերջապես մեզ ներկայացվում է ճահճի աղջիկը, նույն ինքը Քայա Քլարկը, ով թաքնվում է անտառում բռնվելուց խուսափելու համար։ 1-2 օր անց ոստիկաններին վերջապես հաջողվում է գտնել Քայային, երբ նա նավակով լճում է։ Նա փորձում է փախչել, օգտագործելով իր լողալու հմտությունները, բայց ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Քաղաքացիներն արդեն կայացրել են իրենց որոշումը սպանության մեջ Քայայի մասնակցության վերաբերյալ և սկսում են միավորվել, նրա դեմ քարոզչություն տարածելու համար, միայն թե նրան տեսնեն ճաղերի հետևում, չնայած հանրության բացասական վերաբերմունքին։ Թոշակի անցած փաստաբան Թոմ Միլթոնը այցելում է Քայային իր խցում, նպատակ ունենալով օգնել նրան ապացուցել իր անմեղությունը։ Երբ նա կանգնի դատարանի առաջ, նրան դատելու է երդվյալ ատենակալների մի կազմ, ովքեր նրան ճանաչում են միայն որպես ճահճի աղջիկ, որպեսզի օգնի Քայային ազատություն ձեռք բերել, Թոմը պետք է դատավորներին բացահայտի նրա իրական պատմությունը։ Սկզբում վախեցած Քայան չի արձագանքում, բայց նախքան Թոմի հեռանալը, նա վերջապես սկսում է պատմել իր անցյալի մասին։ Ֆիլմն այնուհետև մեզ տանում է հետ դեպի 1953 թվական, 16 տարի առաջ։ Քայան ունի ընտանիք և սիրող մայր, ով միշտ ստիպել է նրան ժպտալ։ Նա նաև ունի 4 անտարբեր քույր եղբայր, բացառությամբ Ջոդիի, ով սիրում էր նրան։ Մի օր Թեյթ անունով մի տեղացի տղա մոտենում է նրանց տանը, երբ Քայան և նրա քույրերը խաղում էին իրենց հոր նավակի մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք, թե որքան դաժան է Քայայի հայրը, և երբ Թեյթը փորձում է պաշտպանել Քայային, նրան զգուշացնում են այլևս չվերադառնալ։ Հետագայում մայրը Ջուլիենը չի կարողանում տանել ամուսնու տանջանքները և հեռանում է տնից, այլևս չվերադառնալու պայմանով։ Քայան փորձում է կանգնեցնել նրան, բայց կարծես Ջուլիենը հոգեպես ի վիճակի չէր լսել նրա ճիչերը։ Նրա հեռանալուց հետո նրա քույրերն ու եղբայրները մեկ առ մեկ հետևում են նրա օրինակին, Քայային թողնելով ավելի միայնակ, քան երբևէ, և վերջապես, նույնիսկ Ջոդին, նա, ով միշտ հոգ էր տարել նրա մասին, պետք է գնար։ Քայան չի կարողանում զսպել արցունքները, տեսնելով Ջոդիի հեռանալը, և տղան նույնպես ուրախ չէր իր փոքրիկ քրոջը լքելու համար։ Մեկնելուց առաջ նա խորհուրդ է տալիս Քայային, երբ նեղության մեջ լինի, վազել և թաքնվել ճահճի խորքում, այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում։
Բոլորի հեռանալուց հետո Քայան դասեր է քաղում նրանց սխալներից և սկսում է հնարավորինս խուսափել հորից, Քլարկից, որպեսզի պաշտպանի իրեն նրա զայրույթից։ Մի օր նա անսպասելիորեն հանդիպում է Թեյթին, Ձկնորսի որդուն և Ջոդիի ընկերոջը։ Նրա մեջ կար ինչ-որ բան, որը մեղմում էր նրա սրտի լարվածությունը։ Մոր և Ջոդիի հեռանալուց հետո առաջին անգամ նա զգում է մի բան, որը ցավ չէր։ Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Քայան քաջություն է հավաքում հորից ավելի շատ սնունդ խնդրելու համար։ Ուստի հայրը նրան տանում է խանութ, որտեղ նա կարող է իրեն թույլ տալ գնել միայն ձավարեղեն, որպես սնունդ։ Խանութի տերերը Մեյբլը և Ջամփինը զգում են իրավիճակը և գնալով ավելի բարի են դառնում Քայայի հանդեպ։ Մեյբլը նույնիսկ քաջալերում է Քայային դպրոց գնալ, առաջարկելով նրան հագուստ, ապա թաքուն տալով անվճար կոնֆետներ։ Մեյբլի տված հագուստով Քայան որոշում է հաճախել դպրոց և գալիս է քաղաք, որտեղ հանդիպում է Թոմին, ով նրան ուղղորդում է դեպի դպրոց, սակայն Քայայի առաջին օրը ամեն ինչ դեպի վատն է գնում, քանի որ աշակերտները ծաղրում են նրա մաշված հագուստն ու անխնամ տեսքը, ստիպելով նրան հեռանալ և այլևս երբեք դպրոց չվերադառնալ։ That was the only day I ever spent in school. Այս դաժան աշխարհում գոյատևելու համար նա մխիթարություն է գտնում նավարկության և Թեյթի հետ պատահական հանդիպումների մեջ։ Այդ ընթացքում Քլարկը սկսում է նրան լավ վերաբերվել և նույնիսկ նվիրում է իր հին բանակային պայուսակը։ Հենց այն ժամանակ, երբ Քայայի համար ամեն ինչ մի փոքր հարթվում է, մորից ստացված նամակը խլում է նրա կյանքից երջանկության նույնիսկ չնչին շողը։ Կարդալով Ջուլիենի անսպասելի նամակը, Քլարկը այն մոխիր է դարձնում, Քայից խլելով դրանից գեթ մի բառ կարդալու հնարավորությունը։ Նա ասում է Քայային, որ նրա մայրը չի վերադառնալու, սիրտը կոտրված, մորը տեսնելու վերջին հույսը կորցնելուց հետո փոքրիկ աղջիկը պահում է նամակի մոխիրը, որպեսզի կարողանա որևէ կերպ զգալ մոր ջերմությունը։ Ավելի ուշ այդ գիշեր Քլարկը հրթեհում է կնոջ իրերը, մինչդեռ Քայան ներսից անօգնական հետևում է այդ ամենին, և ահա գալիս է այն օրը, երբ Քայան արթնանում է ևս մեկ սարսափելի լուրով։ Հայրը նույնպես լքել է իրեն։ Սննդի և այլ անհրաժեշտ իրերի պակասը դժվարացնում է նրա գոյատևումը, այնուհետև Քայան գնում է լիճ և հավաքում միդիաներ Մեյբլի խանութում վաճառելու համար։ Ամեն շաբաթ մի քանի ֆունտ միդիայի դիմաց Ջամփինը նրան ապահովում է սննդով և այլ կարևոր պարագաներով, ինչպիսիք են լուցկին և մոմը, մինչ Ջամփինը իրավիճակին մոտենում է գործնական տեսանկյունից։ Մեյբլը կարեկցում է երիտասարդ աղջկան և ժամանակ առ ժամանակ նրան հագուստ ու կոշիկ է առաջարկում։ Այժմ ներկա ժամանակն է, և Մեյբլը դեռևս Քայային է ուղարկում որոշ հագուստներ, որոնք նա կրում է իր առաջին դատավարության ժամանակ։ Եթե դատավարության վերջում նա մեղավոր ճանաչվի, նրան սպասվում է մահապատիժ։ Չեյզի ընտանիքի փաստաբանը համոզում է երդվյալ ատենակալներին, որ Քայան Չեյզ Էնդրյուսին խաբեությամբ տարել է աշտարակ և հրել նրան դեպի մահ, մինչդեռ Թոմը հանգստացնում է Քայային և բոլորին ասում, որ Չեյզի փաստաբանի խոսքերը հաստատող ոչ մի ապացույց չկա։ Օրիորդ Քայան հայտնվել է այստեղ, որովհետև ավելի հեշտ է նրան մեղադրել, ելնելով նրա ծագումից, քան հիմնվել փաստերի վրա։ Թոմը խորհուրդ է տալիս Քայային գնալ գործարքի։ Սա նշանակում է, որ եթե նա խոստովանի, որ այդ գիշեր եղել է աշտարակում և անհամաձայնություն է ունեցել Չեյզի հետ, ինչը հանգեցրել է ողբերգական պատահարի, Թոմը կարող է նրան բանտից դուրս բերել ընդամենը 6 տարուց։ Գաղափարը թվում է շահավետ, բայց Քայան չի ասի ոչ մի բան, ինչը մեղք կենթադրի, և նա ուզում է դուրս գալ բանտից։ Ֆիլմն այնուհետև տեղափոխվում է 1962 թվական, երբ Քայան արդեն մեծացել է։ Նա հաճախ է անտառում մի տղամարդու տեսնում, բայց երբեք քաջություն չի հավաքում նրա հետ խոսելու համար։ Այնուհետև տղամարդը նրա համար թողնում է փետուր, սերմեր և կրակայրիչ, ինչպես նաև մի քանի նամակ, որոնք նա նույնիսկ չի կարողանում կարդալ։ Մի օր, երբ նրանք դեմ առ դեմ են հանդիպում, տղամարդը վերջապես ասում է նրան, որ ինքը Թեյթն է, նրա մանկության ընկերը։ Նրանց միջև անհարմար զրույց է սկսվում։ Թեյթն առաջարկում է Քայային սովորեցնել կարդալ և գրել, սկսելով այբուբենից և անցնելով տարրական կենսաբանությանը, Քայան մեծ ոգևորությամբ սովորում է և ձեռք է բերում սեր դեպի գրելը։ Նրա նկարչական հմտությունները դարձել են բացառիկ, իսկ փետուրների, թռչունների և տեղական այլ վայրի բնության մասին գիտելիքները անգերազանցելի։ Ժամանակի ընթացքում նա և Թեյթը մտերմանում են, կիսվելով իրենց անցյալով և զգալով իրենց կորուստները։ Ի վերջո, նրանց սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ հանգեցնում են հարաբերությունների սկզբին։ Չնայած Քայայի պատրաստակամությանը սկսելու ֆիզիկական հարաբերություններ, Թեյթը մերժում է առաջարկը, վախենալով Քայայի անվտանգության և քաղաքում նրա հեղինակության համար։
Այդ ընթացքում սոցիալական ծառայությունները սկսում են փնտրել Քայային նրան ապահով կացարանում տեղավորելու համար, բայց իրականում նրանք համագործակցում են կապալառուների հետ, ճահիճը չորացնելու և հյուրանոցների շինարարության համար։ Չնայած այս դժվարություններին, Քայայի կյանքում ամեն ինչ կատարյալ է թվում, մինչև Թեյթը ցնցող լուր է հայտնում։ Նա գնում է քոլեջ, այս լուրից հուսահատված Քայան դժվարությամբ է զսպում իր զգացմունքները, նա ուզում է, որ Թեյթը մնա, բայց ի հակադրություն այն ամենի, ինչ նա մտածում էր իրենց հարաբերությունների մասին, Թեյթն ուզում է սովորել և դառնալ ավելին, քան պարզապես ծկնորս, ի վերջո, Քայան ծանր սրտով հրաժեշտ է տալիս նրան, բայց ոչ նախքան Թեյթը նրան կտա հրատարակիչների մի ցուցակ, որոնց նա կարող է ուղարկել իր բոլոր նկարներն ու նշումները, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ գումար վաստակել։ Թեյթը խոստանում է, որ երբեք չի մոռանա Քայային և կվերադառնա 1 ամիս հետո, հաջորդ ամսվա 4-ին, որպեսզի միասին դիտեն հրավառությունը։ Նա վերջապես մեկնում է քոլեջ, Քայային ևս մեկ անգամ միայնակ թողնելով։ Կարճ ասած, եկել է Թեյթի վերադարձի օրը, և Քայան անհամբեր սպասում է նրան նորից տեսնելուն։ Նա կրում է Մեյբլի նվիրած զգեստը և ամբողջ օրը ափին ոգևորված սպասում է նրան, բայց դժբախտաբար Թեյթը այդպես էլ չի հայտնվում։ Քայային թողնելով դավաճանված և վշտացած, այդ գիշեր նա միայնակ է դիտում հրավառությունը և հաջորդ առավոտ արթնանում է, առանց Թեյթին տեսնելու։ Այրելով Թեյթի հիշողությունները, նա կրկին մխիթարություն է գտնում ճահճում, բայց թվում է, թե նա երբեք այլևս չի կարողանա վստահել որևէ մեկին։ Ներկա ժամանակում շերիֆը, ով հետաքննում է հանցագործության վայրը, պնդում է, որ Չեյզի մահը սպանություն էր, որպես ապացույց վկայակոչելով ոչնչացված մատնահետքերն ու հետքերը, սակայն Թոմն ասում է, որ հետքերը պետք է որ ջնջված լինեին մակընթացության պատճառով, այնուհետև Թոմը դատավորի ուշադրությունը հրավիրում է մի կարևոր կետի վրա։ Նա բացահայտում է, որ շերիֆը նախորդ տարի գրավոր հարցում էր ներկայացրել ԱՄՆ անտառային ծառայությանը, աշտարակի կոտրված վանդակաճաղերը նորոգելու համար, զգուշացնելով, որ դրանք կարող են լուրջ վնասվածքների կամ մահվան պատճառ դառնալ, եթե չնորոգվեն։ Այդ ընթացքում Քայան հիշում է 1968 թվականի այն օրը, երբ նա առաջին անգամ հանդիպեց Չեյզին և նրա ընտանիքին ծովափին, նախքան նրանք կկարողանային խոսել, Քայան գնում է տուն, որտեղ տեսնում է ևս մեկ կառուցապատողի, ով լուսանկարում է ճահիճը, Մեյբլի խանութում Մեյբլը բացահայտում է, որ կառուցապատողները հողեր են ձեռք բերում հյուրանոցներ կառուցելու համար և քաջալերում է նրան անել ամեն ինչ իր ընտանիքի վերջին հիշատակը պահպանելու համար, պարզելու համար, թե արդյոք այս վայրն իրոք իրեն է պատկանում։ Քայան գնում է հողային ռեգիստր և ճանապարհին հանդիպում է Չեյզին, ընդունելով ժամադրության նրա առաջարկը, Քայան այցելում է հողային ռեգիստր, որը հետագայում հաստատում է, որ տունը գնել է նրա պապիկը, սակայն նա պետք է վճարի հին հարկերը։ Այն է, մոտ $800, եթե ցանկանում է պահպանել այն, չունենալով եկամտի այլ միջոցներ, Քայան որոշում է իր նմուշներն ուղարկել այն հրատարակիչներին, որոնց Թեյթը նշել էր գրության մեջ, հույս ունենալով նրանցից պատասխան ստանալ։ Հետագայում նա միանում է Չեյզին, ծովափնյա ժամադրության ժամանակ, բայց ամեն ինչ դեպի վատն է գնում, երբ նա սկսում է զգալ, որ քաղաքի այս գեղեցիկ տղամարդը իրեն անարժեք է համարում։ Գիտակցելով իր թույլ տված սխալը, Չեյզը ներողություն է խնդրում Քայայից և նրան տանում է հրշեջ աշտարակ, սխալն ուղղելու համար։ Ժամանակի ընթացքում նրանք սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Քայան հստակ չգիտեր, թե ինչ է զգում Չեյզի հանդեպ, բայց նա այլևս միայնակ չէր, և դա թվում էր բավարար նրա համար։ Վերադառնալով դատարան, ժամանակն է քննարկելու այն կարմիր բուրդը, որը գտնվել էր Չեյզի ջինսե բաճկոնի վրա նրա մահվան գիշերը, քանի որ Քայայի գլխարկի և բաճկոնի վրայի թելերը լիովին համընկնում են, Չեյզի փաստաբանը պնդում է, որ նա առնչություն ունի սպանության հետ։ Թոմն արագորեն հակադարձում է, որ թելերը կարող էին փոխանցվել Չեյզի հագուստին նրանց նախորդ հանդիպումներից որևէ մեկի ժամանակ, որոնք կարող էին տեղի ունեցած լինել սպանությունից շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ առաջ։ Անցյալում Քայան պատասխան է ստանում մի հրատարակչից, ով հիացած էր նրա ձեռագրով և մեծ հետաքրքրություն է հայտնում այն հնարավորինս շուտ խմբագրելու և հրատարակելու հարցում, այն բանից հետո, երբ Չեյզը առաջխաղացում է ունենում աշխատանքում։ Նա ամուսնության առաջարկություն է անում Քայային, և Չեյզը նրան տանում է հյուրանոց, որտեղ նա ունենում է իր առաջին սեռական փորձը։ Այստեղ Քայան նրան նվիրում է հազվագյուտ և զարդարուն խեցուց վզնոց,
որը նա գտել էր ծովափին նրանց առաջին ժամադրության ժամանակ, սակայն երբ Չեյզը մահացավ, նրա մայրը պնդեց, որ ոստիկանները նրա մարմնի վրա վզնոցը չեն գտել, ինչը նրանց ստիպեց կասկածել, որ Քայան գուցե վերցրել է այն նախքան նրան ենթադրաբար սպանելը, բայց չնայած նրա տան մանրակրկիտ խուզարկությանը, ոստիկանությունը չկարողացավ գտնել վզնոցը, փաստաբանին և Չեյզի մորը թողնելով առանց հիմքի նրան մեղադրելու համար։ Քանի դեռ Չեյզը և Քայան միասին են, Թեյթը վերջապես վերադառնում է քոլեջից, տեսնելով նրանց որպես երջանիկ զույգ, սակայն նա արագորեն հասկանում է, որ Չեյզը հարմար չէ Քայայի համար։ Երբ վերջինս հրապարակավ և թիկունքում անպարկեշտ մեկնաբանություններ է անում նրա մարմնի մասին, չկարողանալով հանդուրժել դա, Թեյթը դիմակայում է նրան, և նրանք կռվի են բռնվում, մինչև Ջամփինը միջամտում է։ Հետաքրքիր է, որ Թեյթը կրում է հենց այն նույն գլխարկը, որի բուրդը գտնվել էր Չեյզի բաճկոնի վրա։ Ավելի ուշ այդ գիշեր Թեյթը այցելում է Քայային, ով կատաղած է նրա վրա, առանց հետքի անհետանալու և նույնիսկ նամակ չգրելու համար, որպեսզի նա իմանա, ողջ է թե մեռած, Թեյթը ներողություն է խնդրում նրան թողնելու համար։ Նա հավատում էր, որ Քայան չի կարողանա լքել ճահիճը և հարմարվել նոր կյանքին, ինչի պատճառով էլ չէր վերադարձել, բայց նա ի վերջո հասկացել էր, որ չի կարող ապրել առանց նրա։ Այժմ, երբ նա աշխատում է քաղաքի մոտակայքում գտնվող նոր լաբորատորիայում, նա հարցնում է, թե արդյոք Քայան կարող է ցանկացած կերպ ներել իրեն, բայց աղջիկն ասում է, որ չգիտի։ Քայայի հարաբերությունները Չեյզի հետ կատարյալ են, մինչև մի օր նա անսպասելիորեն հանդիպում է նրան և նրա ընկերուհուն քաղաքում, ով ներկայանում է որպես նրա հարսնացուն։ Քայան իրեն դավաճանված է զգում, քանի որ Չեյզն իրեն այնպես է պահում։ Կարծես նրանց միջև ոչինչ չի եղել, ուստի նա վերադառնում է իր տուն։ Չեյզը ժամանում է ընդամենը րոպեներ անց, բայց նախքան նա կկարողանա հասնել նրան, Քայան թաքնվում է թփերի մեջ, նա վճռական է տրամադրված նրան այլևս թույլ չտալ օգտվել իրենից։ I know you're here, damn it! People don't stay. Չնայած ամեն ինչին, Քայայի կյանքում դեռ կար ինչ-որ լավ բան, նրա գիրքը հրատարակվում են նրան տալով բավարար գումար հարկերը վճարելու և տունը հետ ստանալու համար։ Նա վերանորոգում և հետ է գնում 310 ակր մակընթացային լճակները, ճահիճները և կաղնու անտառները։ Մի օր եղբայրը Ջոդին հայտնվում է այն բանից հետո, երբ խանութում տեսնում է Քայայի գիրքը, Ջոդին միացել էր բանակին, և նա պատմում է, թե ինչպես է իրենց մայրը փորձել կապ հաստատել և հետ վերցնել իր երեխաներին, սակայն նա սպառնալիք էր ստացել Քլարկից, ով զգուշացրել էր նրան այլևս չդիմել իրենց, այլապես նա երեխաներին կծեծի մինչև անճանաչելիության աստիճան։ Ջուլիենը գումար էր խնայել փաստաբանների և այլնի համար, բայց հետո հիվանդացել և մահացել էր լեյկոզից։ Տեսնելով Քայայի հաջողությունը, Չեյզը փորձում է նորից մտնել նրա կյանք, սակայն նրա բազմաթիվ մերժումները հանգեցնում են նրան, որ նա կորցնում է վերահսկողությունը և փորձում է սեռական բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Թեև Քայան փախչում է նրան քարով հարվածելով, նա զգուշացնում է նրան այլևս չանհանգստացնել իրեն, այլապես կսպանի նրան։ Այս մահվան սպառնալիքը լսում է մի ձկնորս, ով հետագայում դատարանում նրա դեմ ցուցմունք է տալիս։ Չեյզի հարձակումից հետո Քայան իրեն անընդհատ վտանգված է զգում, գիշերներն անցկացնելով տնից դուրս թփերի մեջ թաքնված։ Մի օր, երբ Թեյթը գալիս է Քայային այցելելու, նա կատաղում է, տեսնելով կապտուկները նրա դեմքին, չնայած Չեյզին ծեծելու նրա ցանկությանը, Քայան խնդրում է նրան թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա և թույլ տալ իրեն շարունակել ապրել։ Այնուհետև Թեյթը նրան քաջալերում է ներկա գտնվել Գրինվիլում հրատարակիչների հետ հանդիպմանը և Քայային տալիս է իր կարմիր գլխարկը։ Պարզ չէ, Քայան պահել է գլխարկը, թե ոչ։ Եթե պահել է, ապա հարց է առաջանում, թե ինչպես կարող էին դրա բրդյա թելերը հայտնվել Չեյզի բաճկոնի վրա, եթե նրանց հարաբերություններն արդեն ավարտված էին։ Հաջորդ շաբաթ Քայան հեռանում քաղաքից Գրինվիլում կայանալիք հանդիպման համար։ Նա ընթրիքի ժամանակ հանդիպում է հրատարակիչների հետ, և հենց այդ գիշեր Չեյզը զրկվում է կյանքից, բայց հրատարակիչը պնդում է, որ հաջորդ առավոտ նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել Քայայի հետ, և որ նա միանգամայն նորմալ տեսք է ունեցել։ Այդուհանդերձ, Չեյզի ընտանիքի փաստաբանն իմանում է, որ նրանք մնացել են առանձին հյուրանոցներում, և ցույց է տալիս, որ Քայան մնացել է ավտոկայանին մոտ գտնվող հյուրանոցում։ Նա պնդում է, որ Քայան գիշերային ավտոբուսով մեկնել է քաղաք և սպանել Չեյզին։ Դատավարության վերջին օրը Ջոդին, Մեյբլը, Ջամփինը և նույնիսկ Թեյթը ներկա են գտնվում Քայային իրենց աջակցությունը հայտնելու համար, հիմնվելով նրա վրա, ինչ Չեյզի ընտանիքի փաստաբանը պնդել էր նախկինում, Թոմը վերջին փորձն է անում պաշտպանել Քայային, հայտարարելով, որ նրա համար իսկապես անհնար է ավտոբուսով հեռանալ քաղաքից առանց որևէ մեկի ականատես լինելու։ Նա նաև պետք է կեսգիշերին գտներ Չեյզին, նրան խաբեությամբ տաներ աշտարակ, սպաներ, ջնջեր բոլոր ապացույցները։
Եվ հետո այս բոլոր գործողությունները 1 ժամից էլ քիչ ժամանակում ավարտելուց հետո հասնել Գրինվիլ վերադարձող վերջին ավտոբուսին։ Ինչը ըստ Թոմի ոչ մի իմաստ չունի։ Այնուհետև նա խորհուրդ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել հիմնվելով այս դատարանում ներկայացված փաստերի վրա, այլ ոչ թե նրա վրա, թե ինչ են մարդիկ ասել եւ մտածել ճահճի աղջկա մասին նրա ողջ կյանքի ընթացքում։ Երբ նրանք սպասում են դատավորների որոշմանը, Թոմն ասում է Ջոդիին եւ Թեյթին, որ ինչպիսին էլ լինի որոշումը, նրանք պետք է ընդունեն այն, եւ ահա որոշումը կայացված է։ Have your honor. We, the jury, find the defendant not guilty. Miss Clark, you are free to go. Thank you. Վերջապես գալիս է այն պահը, որին բոլորը սպասում էին։ Երբ տվյալ ատենակալները Քայային անմեղ են ճանաչում Չեյզի մահվան մեջ, գործի կարճումից հետո Քայան եւ Թեյթը հաշտվում են եւ իրենց կյանքն անցկացնում միասին, վայելելով ճահճի գեղեցկությունը։ Թեյթը հարցնում է, թե արդյոք նա ցանկանում է ամուսնանալ իր հետ, եւ նա պատասխանում է, որ իրենք արդեն ամուսնացած են։ Ժամանակի ընթացքում Քայան շարունակում է աշխատել իր գրքերի վրա, եւ նրան հաճախ է այցելում Ջոդիի ընտանիքը, եւ հենց այդպես երկուսով շարունակում են ապրել ճահճում եւ միասին ծերանալ։ Մի օր, երբ միայնակ նավարկում էր Քայան տեսնում է իր մոր հոգուն, ով եկել էր նրան տանելու հանդերձյալ աշխարհ։ Աչքերում արցունքներով Թեյթը տեսնում է, թե ինչպես է Քայան մահացել նավակի վրա։ Հաջորդ օրերին նրա իրերը զննելիս Թեյթը հայտնաբերում է մի գիրք, հետևյալ մեջբերմամբ. Յուրաքանչյուր արարած անում է այն, ինչ պետք է գոյատևելու համար, եւ երբեմն որպեսզի զոհը ապրի, նրա գիշատիչը պետք է մեռնի։ Սա ուղեկցվում էր Չեյզի նկարով, եւ հետո նա գտնում է կորած խեցե վզնոցը վրան արյան հետքերով։ Այս բացահայտումը ստիպում է Թեյթին հասկանալ, որ Քայան իրոք սպանել էր նրան, որպեսզի պահպանի իր կյանքը որպես զոհ։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Թեյթը Չեյզի վզնոցը նետում է ջուրը, ընդմիշտ թաքցնելով Քայայի գաղտնիքը։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղմեք հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։